Ախուրյանում երկրաշարժից հետո մինչ օրս անօթևան 104 ընտանիքների համար բնակարանների շինարարությունը ձգձգվում է արդեն 4-րդ տարին։ Մինչդեռ շինհրապարակի հարևանությամբ տնակներում ապրող ախուրյանցիները լավ են հիշում պաշտոնյաների մեկը մյուսին հաջորդող խոստումները, որոնք այդպես էլ իրականություն չեն դառնում։ Վերջին անգամ շինհրապարակում բանվորների տեսել են անցած տարի ամռանը, ճիշտ այն ժամանակ, երբ տեղում վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպմանը շինարարությունն իրականացնող Glendale Hills ընկերության ներկայացուցիչը խոստացավ 4-րդ հարկի ու տանիքապատման աշխատանքներն ավարտին հասցնել մինչև նոյեմբեր։ Մինչև նոյեմբեր պիտի ավարտենք։ Այո, մինչև նոյեմբեր եւ ժամանակացույցն էլ սեպտեմբերի։ Փաստորեն նարի գալիս, մենք էսի ավարտենք ուրեմն ծածկ կապել, ներսի գործերը 2 տարի են անում։ Այո, 2 տարի են անում։ Սակայն առ այսօր շենքերն առանց տանիքի են, կիսակառույց հարկերն էլ ախուրյանցիների խոսքով քայքայվում են անձրևի ու ձյան տակ։ Քայքայվում են։ Բախոյին շինարարություն քարու ավազել ինչի որ ոչ մեր տուֆ քարից է, ոչ մեծ աներ, եսի ինչից է, էլի բլոկներով շարած պատեր են էլի։ Քայքայվի, հա, էլ ինչ, ում համար է պետք, էլ ինչի է պետք այդ շենքերը։ Բաբսոս է փճանում էլ է շենքը։ Էդել ժողովրդի մարմնից պետք դուրս գա վերջը ցավերը, ծաղ իմ կխարկլվի։ Ափսոս չեն գումարները, կսեն փոշյանակ, ինչով փոշյանը, բնա շենքերը գումարը դուր թող մեկի ծարկին վերջացնեն, եթե ոչ մի փճացնեն այդպես, թե այլ քոտեջեն դեղ փճացնեն թափեցին, այդքան 7 հեկտար հողը զանիտեցին, այդքան գումարներ հսկայականներ դրին, փճացրին գողցան, թալին պրձան։ Անօթևաններից Տիկին Լենան հերթական նամակն է ուղարկել վարչապետին պարզելու, թե երբ է ի վերջո ավարտվելու շինարարությունը։ Այնտեղ ընդամենը մնում է 36 բնակարան, ոչ այնքան հուսադրող։ Պատասխանը ստացել ենք, բայց որ լիարժեք համոզվիչ նամակ չէ, որովհետև գրած է նախատեսված է, բայց կարող է նախատեսված է, եկուց ասեն, որ չէ, գումարներ չունենք, նորից ծառեցնեն, արդեն 5-րդ տարին է, ինչով համոզված եղնենք, մինչև գործը չեղնի չսկսեն, ես կհամոզվեմ։ Վերջի անգամ երբ եք տեսել։ Վերջի անգամ օգոստոսին է, վերջի անգամ ու դրանից հետո չեն աշխատել։ 14 թվականի օգոստոսից կանգնած է բնակարանները։ Առաջ որոշ հույսեր ունեի, լավատես էի, միշտ բոլորին կզեի լավ կերնի, բայց մի այդ հույսս է կորցրի։ Այդ էլ կորցրի արդեն հույսս։ Չեմ կրնաս հիշ բան չեմ կրնա։ Մինչև չգան այստեղ բանվորները չաշխատին, ես չեմ կրնաս, այդ կսարկվի թե չէ։ Թե երբ կվերսկսվեն շինաշխատանքները տեղյակ չեն ոչ մարզային, ոչ էլ համայնքային պաշտոնյաները, ոչ լուր ունեն, ոչ էլ գործնական ինչ-որ աշխատանք են տեսնում։ Glendale Hills ընկերությունից Ազատության բանավոր հարցմանի պատասխան, թե երբ են վերսկսվելու շինաշխատանքներն Ախուրյանում, պատասխանեցին, թե մինչև հունիս, իսկ թե կոնկրետ երբ չնշվեց։ Շինարարության ձգձգման հիմնական պատճառներից մեկը ֆինանսական միջոցների բացակայությունն է։ Ստացվում է անօթևանների համար բնակարան կառուցելու նպատակով կառավարությունը գումարներ չունի, բայց նույն բյուջեից 755 միլիոն դրամ է հատկացվում պաշտոնյաներին էլիտար բնակարաններով ապահովելու համար։ Օրինակ, գլխավոր դատախազի տեղակալ Էմիլ Բաբայանը անհատույց $65,000 տուն է ստացել Երևանի էլիտար շենքերից մեկում։ Մինչդեռ հստակ չէ 27 տարի բնակարանի սպասող տնակում հազիվ մի կերպ գոյատևող անօթևանները ի վերջո երբ բնակարան կստանան։ Ինչ կառավարություն աղջիկս, ինչ կառավարություն ստեղ։ Կառավարություն օրենի 27 տարի ընդամենը 104 բնակարաններ։ Իրեկած չենք, դες խոստումները ստացից են ժողովրդին խապելու համար։ Հույսով ապրելով ըսպես մինչև մեռնենք։ Էլ ուրիշ վարիանտ չկա։ Այդքան գումարներ եկավ Ռուսաստանից ներդրեցին մանավանդ քաղաքաշինության համար։ Ուրա, կերան փողերը։ Այո, իրոք կերան։ 10 թվից մաքրեցին տեղանքը, 11 թվից սկսել են շարել ու ամեն տարի անհարմար է, նույնիսկ ես ինձ վատ կզգամ, որ գիտես, ազնվությամբ որ գնայեմ 2-3 հատ շենք եղածն ինչ որ պետություն է, բա, ղեկավարություն է, բա, ամոթ նույնիսկ չկա։ Գոնե ամոթից տանիքը սարքեն ներքին հարդարանքները էլի հույս չունին որ պիտի 5 տարում որ 4 սպադն են շարել։ Մի քանի տարի էլ պիտի հույս ունենանք որ նորից պիտի սարքեն ու